Բարի լույս։ Լույս բարի եւ տոնական լույս է այսօր եւ տոնական բարիություն կարծես թե սփռված ամբողջ երկրում։ Եվ դա երևում է նաև փողոցներում կանգնած կամ տրանսպորտին սպասող մարդկանց դեմքից, որտեղ այսօր իրավացիորեն մի քիչ մարդիկ բարի են, որովհետև ապրիլի 7-ն է։ Այո, եւ խցանումներում են անգամ բարի։ Եղեք դուք էլ բարի, եթե դուք անգամ խցանումներ եք։ Դե ինչ, պարզ է որ այսօր ապրիլի 7-ն է եւ պարզ է որ այսօր մայրության եւ գեղեցկության տոնն է։ Գեղեցկության կողմից այսօր, ինչպես առավոտյան շուտ ասացի, Արթուրն է, ես էլ այսպես դժվար մայրության, բայց ես հայրության։ Ես էլ դժվար գեղեցկության։ Բայց դու գեղեցիկ ես։ Դա քո կարծիքն է։ Այո, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Կարճ ապրիլի 7-ի մասին պատմենք, ապրիլի 7-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տոնը։ Ինչ է կատարվի այսօր, դրա մասին գրել է Սուրբ Ղուկասը, ուրեմն Գաբրիել հրեշտակը իջնում է Մարիամի մոտ եւ ասում է, որ դու կունենաս որդի, նա մեծ պիտի լինի եւ աշխարհը պիտի թագավորի։ Մարիամը շատ է զարմանում, ասում է, բայց ես դեռ ամուսնացած չեմ անգամ, կույս եմ, ասել ոչինչ, այդ հարցերը մենք կլուծենք։ Եվ իսկապես լուծում են եւ այս տոնը քրիստոնեական մեծ տոն է եւ փաստորեն 1995 թվականից ներառված է մեր օրացույցում իբրև տոն, բայց որը աշխատանքային է։ Կոգնիտիվ դիսոնանս է մոտս առաջանում։ Կարծես 8-ը տոն չէ, բայց աշխատանքային չէ, իսկ սա տոն է, բայց աշխատանքային է։ Լավ, էնտրոպիայի օրենքները կարծես թե բոլորը պահպանվում են։ Բացի դրանից, ասում են, որ հին ժամանակ մինչև քրիստոնեությունը այսօր մենք հայերս երկրպագել ենք հատկապես մի աստվածուհու Անահիտին, ում գլուխը դեռ Երևանում։ Այո, գտնվում է Հանրապետության հրապարակի ամենակարևոր շենքերից մեկում, գնացեք եւ հասցրեք տեսնել, մանավանդ ապրիլի 7-ի օրով ճիշտ սիմվոլիկ կլինի։ Իսկապես, եւ փաստորեն այն ժամանակներ մինչև քրիստոնեությունը մեր նախապապերը եւ նախատատերը նորից գեղեցկության եւ մայրության տոնն են նշել, Անահիտ աստվածուհու գլխավորությամբ գլխեն մեծատարերով, որը գլխավորությամբ ակտուալ է այս պահին։ Գալով նաև քրիստոնեական կողմ, ասենք, որ Գարգին Բ կաթողիկոսը այսօր հայտարարել է նաև մայրացող եւ արդեն մայրացած կանանց օրհնության օր եկեղեցիներում այսօր նաև մատուցվելու է պատարակ։ Բոլոր եկեղեցիներում։ Այո, բոլոր եկեղեցիներում մատուցվելու է պատարակ, այնպես որ գնանք եւ մասը կազմենք նաև այդ կարևոր պատարակը աշխատանքային ժամին է մատուցում, իսկ օրը աշխատանքային է։ Դե կարող ճրագալույցի ժամը 5-ին էլ մի պատարակ լինի, որ հասցնեն դուրս գալ։ Այդ հարցը պետք է լուծել իսկապես, որտեղ մայրանալը շատ կարևոր, այսօր առավոտյան գիտես ինչ էի դիտում, շատ հետաքրքիր իկոնոգրաֆիա, այտենց հայերեն այդպես են ասում, իկոնոգրաֆիկա կամ էլ։ Վերջը, համեմատում էին ուրեմն Հունաստանի եւ Թուրքիայի բնակչությունը 1914 թվականից սկսած մինչև այսօր։ 1914 թվականին ուրեմն Հունաստանում բնակվում էր մոտ 6-ից 7 միլիոն բնակիչ, իսկ Թուրքիայում 10-ից 11։ Եվ այս պահին Հունաստանում բնակվում է 10 միլիոն բնակիչ, իսկ Թուրքիայում 84 միլիոն։ 84 միլիոն։ Պատկերացրու։ Երկրաչափական պրոգրեսիան էլ պոզով պոչով է լինում։ Ասածս նայն է, որ պետք է մայրանալ եւ հայրանալ եւ սա շատ կարեւոր գաղափար է առհասարակ, եթե մենք ուզում ենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ լինել, այո, դարակողել եւ անցնել առաջ։ Գնանք առաջ, մենք էլ առաջ գնանք եւ ուղարկենք ձեզ լավ երաժշտություն, որը որ նաեւ մեր եթերի ավանդույթներից մեկն է, վաղ առավոտվա համար։ Գնացինք։ Արդյոք նոր եկող սերունդը կիմանա թե ով է Կրիս դե Բուրգը։ Իմացավ, չգիտեմ։ Եվ Կրիս դե Բուրգը շնորհավորում է բոլոր կանանց, կապ չունի զգեստի գույնը։ Գույնը ընդհանրապես կապ չունի։ Գարուն է եկել տաղավար, որտեղ Ֆանֆան Տուլպանը մեզ հետ է։ Ասեղանին դրված այս հրաշալի ծաղկե կոմպոզիցիան եւ ընդհանրապես այսօր մեր հյուրերի ծաղկային անակնկալերը մեր գործընկեր Ֆանֆան Տուլպանի ծաղկի սրահի կողմից։ Քաշիր տես որ Վարդրից հոտ է գալի։ Սա իսկապես քիչ ալենով որ Վարդրից անակնկալ է, որովհետեւ սովորաբար հիմա Վարդրից պլաստմասի հոտ է գալի, բայց այս Վարդից վարդի հոտ է գալի։ Որտեղ այդ վարդեր եւ ոչ մենք կարող եք գտնել Խանջան 7 հասցեում գտնվող ծաղկի սրահում, որ աշխատում է առավոտյան ժամը 7-ից մինչև կես գիշեր։
Այստեղից կարող եք ձեռք բերել գեղեցկագույն ծաղկային կոմպոզիցիաներ, ծաղկեփնջեր, հարսանեկան ծաղկեփնջեր, հելիումով փուչիկներ, տառերով կոմպոզիցիաներ, խաղալիքներ, բացիկներ եւ տուփեր։ Եթե անձամբ չեք կարող գնալ ու գնել, ապա պատվիրեք առաքումը անվճար է։ Ֆանֆան Տուլպանը կազմակերպում է նաեւ կորպորատիվներ ու ֆլորիստիկայի դասընթացներ։ Հասցեն կրկնենք Խանջան 7 հեռախոսահամար 077 988 955։ Խանջան 7 մեզ հոգեհարազատ է, որովհետև ռադիոյին մոտ է եւ ես այնքան ուրախ եմ, որովհետև երբ որ եփող թափողների ժամանակ առաջին անգամ ճանաչա Ֆանֆան Տուլպան հետ, ասեցի որտեղ Խանջան 7, հետո գտա եւ ուրախացա։ Մի երկու շենք են կողմում։ 2-3 շենք են կողմ, չհասած Խաչատուր Աբովյանի անվան ուրեմն համալսարան։ Խանջան 7 համեցեք, որովհետև այսօր ինչն է շատ գնվելու իհարկե ծաղիկները, իսկ գորը նշեց հոտով ծաղիկները կարևոր են։ Դեֆիցիտ է։ Այս բան եղանակի մասին մի քիչ նաև խոսենք, գարունը եկել է, անձրևոտ է լինելու այս քանի օրը, բայց եղանակը կամաց էլի նորից կտաքանա, չնայած հիմա կարծես թե եղանակի անկում է, հա, անկում է, տես մի երևույթ կա երաժշտության մեջ, կոչվում է delay։ Այո։ Ոնց որ չէ, քիչ ավելի հեռու է լինում։ Այո, տպավորություն է, որ պարվյուլերը պետք է լինեն մարտին, բայց ինչ որ տեղի ունեն լինելու է ապրիլին։ Ռուսաստանում, չէ, ինձ ասել են, որ իմաստուն մարդիկ ասեն, որ պարվյուլերը միշտ ապրիլին են։ Հա, Մոսկվայում եւ Մինսկում արդեն տեղ ունեցել է պարվելի ուրելի անկումը, մեզ մոտ կարծես թե դեռ հետաձգվում է։ Եղանակի տեսություն Շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք գովազդ հետո եւ չմոռանանք, որ այսօր տոնական օր է վերջով։ Եվ մենք պատահական հյուրեր չէինք ունենալու, բնականաբար, ինչպես սկզբում ասացինք։ Գեղեցկության պակաս ունենք, չնայած Արտուր գեղեցիկ է իհարկե, բայց գեղեցկության պակաս ունենք տաղավարում շատ։ Չէ, երբ որ հիմա մեր հյուրի ներկայացնենք, կիմանանք, որ մենք ընդհանրապես կապ չունենք այդ երևույթի տերմինի հետ։ Այո, եւ մենք որոշել ենք կադրից դուրս մեր տաղավար բերել Շանթի հաղորդավարներին լրատվական խորագրի հաղորդավար մեկտաբան Քրիստինե Ալագուլյանն է մեր տաղավարում, ով իսկապես ապացուցում է ոչ միայն որ գեղեցկությունը կարող է նրա դեմքով լինել եւ հենց դրա դեմքով է, այլև խոսքը ինչ գեղեցիկ է, ինչ լավն է, երբ որ ճիշտ հայերեն ես խոսում։ Գեղեցիկը գեղեցիկից բարև ձեզ։ Շնորհավորում ենք, սիրելի Քրիստինեներ։ Ամենալավ բաները եւ ինչ է առհասարակ այս տոնը ձեր համար։ Կամ այս միամսյակը։ Ինչ զգացմունքներ ունեք։ Շատ դժվար հարց եք տալիս, իրականում այս մեկ ամսյակը ինձ համար շարունակվել է այնպես, ինչպես մինչ այ։ Ինչպես դաշտի 11-ը։ Այո, պարզապես շնորհավորանքները եղել են, ինչպես այսօր տեղի ունեցան։ Երևի թե դրանով է առանձնահատուկ եղել, շնորհավորանքներն են շատ եղել։ Մեկ էլ այստեղ այնտեղ ասել են, դե այս մեկ ամսյակը, քանի որ կանանց է նվիրված, կարելի է զիջել, օրինակ խոսքում, չգիտեմ ինչում, բայց ես դրան դեմ եմ իհարկե։ Ինչու, բայց դա լավ միտում է, գոնե մեկ ամսվա մեջ, գոնե կզիջեին, գոնե մեկ ամսվա մեջ։
Իրականում եթե պիտի զիջեն զուտ նրա համար, որ մեկ ամսյակ է, այո, մեկ ամսյակ է, ես դրան դեմ եմ, թող դրա համար չզիջեն։ Եթե քննարկման մեջ է, որ դե լավ դե կին է, հետը չխոսենք, որովհետև այս մեկ ամսյակն է, ես դրան դեմ եմ։ Չէ, այդպիսի բան չի եղել, բայց ասածս այն է, որ մեկ ամսվա ընթացքում այդպիսի երբեմն զրույցներ կատակի առումով լինում են։ Բայց այո, կարծում եմ, որ մեկ ամսյակը իհարկե սիմվոլիկ է, բայց մնացած օրերն էլ ոչ կարևոր են մեկ ամսյակից դուրս եւ թե կանանց թե տղամարդկանց համար իրենց առանձնահատկությունները ներկայացնելու առումով բոլոր օրերը կարևոր են։ Այս վերջերս դարձել է կարծես թե շատ ավելի սրված թեմա, հասկանալի կամ անհասկանալի պատճառներով հավասարություն կանանց եւ տղամարդկանց հավասարություն, չմոռանանք, որ մարտի 8-ը ժամանակին ծնվել է հենց այդ պատճառով, հիմա ինչ վիճակ է, դուք զգում եք, որ անհավասար եք, հավասարություն եք ուզում, ինչն է ձեզ նեղում, թե դա պարզապես խոսքեր են։ Երբ որ ասում ենք իրավունքների հավասարություն, խոսքը վերաբերում է իրականում հնարավորություններ, այսինքն բոլոր մարդիկ պետք է ունենան նույն հնարավորությունները, ով ինչպես, այո, հավասար հնարավորությունները, իսկ ով ինչպես է դա օգտագործում, դա իր անձնական իրավունքն է եւ կամքը։ Տղամարդկանց եւ կանանց միջև այսպես զուտ մեխանիկական հավասարություն դնելը սխալ է, որովհետեւ ամեն մեկը իր առանձնահատկություն ունի։ Մեկը մի բանում է լավ, մյուսը մի բանում անգամ լուրերի տաղավարում շատ դուք ինքներդ տեսած կլինեք, հատկապես արևմուտքում դա շատ ընդունված է, երբ որ լուրերի տաղավարում գլխավոր թողարկումը վարում էին տղամարդը եւ կինը։ Այստեղ ոչ միայն այդ հավասարության ապահովման համար, այլև ամեն մեկը իր առանձնահատկությունը ունի։ Տղամարդիկ առավել նպատակասլաց այդ խոսքը տեղ հասցնելու։ Թե ավելի նպատակասլաց լուրերն են ասում, կանենք ավելի գեղեցիկ լուրերն են ասում։ Միջավայրն են ստեղծում եւ այդ համադրության։ Այո, այսինքն գլխավոր թողարկումների ժամանակ այդ համադրության, հակադրամիասնության մեջ է։ Հակադրամիասնություն։ Հակադրամիասնության մեջ է առավել ճիշտ եւ փոխլրացված ներկայացում։ Ինչ վերաբերում է ընդհանրապես տեսնել կան այդ անհավասարությունները թե չէ, վերաբերմունքի առումով երբեմն կարող են լինել հասարակության մեջ, օրինակ կան բաներ, որոնք տղամարդկանց կարող են թույլատրված լինել մարդկանց գիտակցության մեջ, բայց կանանց դեպքում շատ ավելի խիստ են, ընդ որում խիստ են առավել շատ կանայք։ Կանայք առավել կանանց նկատմամբ եւ օրինակ ասում դե լավ տղամարդեր իրեն կարելի է իսկ այ աղջի ջան օրինակ ձայնդ կտրեիր գուցե դա այդպես հա չլիներ գուցե քննարկումները եթե գնան այնպես որ ի վերջո մարդիկ իրենց դերակատարումները ճիշտ հասկանան, ժամանակի ընթացքում դա էլ փոխվի, բայց մեր հասարակության մեջ այդպես որ անհավասարություններ լինեն, շատ ես չեմ նկատել, համենայն դեպս թե կարիերայում, թե ընդհանրապես կյանքում ձեր մտավոր ունակությունների, ձեր ներաշխարհի շնորհիվ եք դուք առաջ գնում։ Այսինքն եթե դուք կարողանում եք այդ ամենում ապացուցել, որ դուք իսկապես արժանի եք ձեր բոլոր ունակություններով, կարծում եմ, որ այստեղ անհավասարությունները այլևս տեղ չունեն։ Մի քիչ հետ գնանք, Քրիստին, երբ որ ես փոքր էի, ապրիլի 7-ին մենք միշտ բացիկներ էինք սարքում մայրիկներին, ինչ-որ շարադրության պես ինչ-որ բան էին գրում, բարեմաղթանքներ էին գրում։ Դու որպես ժուրնալիստ ինձ թվում է քեզ ավելի հեշտ էր տրված գրելը, քան դասահանացած բոլոր աշակերտներին։ Ում համար ես գրում տեղը։ Ինչ ես հիշում, ինչ ես գրել այդ ժամանակ։ Բացիկ սարքել ես, չես սարքել։ Այո, Բայց մեր ժամանակ մենք նկարում էինք մեր ձեռքով։ Ես ապրիլի 7 չեմ հիշում։ Երբ ես դպրոցում էի, դեռ ապրիլի 7 չկար։ Ես դեռ մի քիչ ավելի Ապրիլից։ Ես մի քիչ ավելի երիտասարդ սերունդ եմ։ Եվ մեր ժամանակ իսկապես ապրիլի 7-ը չկար, մենք ավելի շատ մարտի 8-ը։ Այո, բացիկներ էինք պատրաստում, մենք ինքներս էինք նկարում, գունավոր մատիտներով մեր նկարչության ժամին, այդ օրը նվիրված էր բացիկներ պատրաստելու։ Ես հիմա չեմ հիշի, թե ինչ եմ գրել, ըստ էության գրել եմ նույն մաղթանքները, ինչը որ հիմա էլ կցանկանայի, հա։ Քեզից ես գրել, թե մեջբերել ես որևէ պոետից, որևէ միտք ես գրել այդտեղ, ինչ ես արել։ Հորացի Կարծում եմ եւ այն, որովհետեւ գրականությունից որոշ բաներ վերցնում եք, այդ ժամանակ ձեր ամբողջ բազան ձևավորվում է ձեր կարդացած գրքերի, դեռ ձեր
ապրած կյանք այնքան չէ, որ կյանքի, այո, փորձ չկա, եւ ձեր կարդացած գրքերից են գալիս այդ բառերը, նախադասությունները, մտքերը, կամ ուղղակի ձեր ցանկությունից, ինչ կուզեիք, որ լիներ ձեր տատիկի, մայրիկի համար, եւ ուղղակի բարձ բաներ են, գուցե որոշ բանաստեղծական տողեր եղել են, բայց ես հիմա իսկապես չեմ հիշում, թե ինչ եմ գրել, բայց ենթադրում եմ, որ այդ ժամանակ ստացած գիտելիքը տեղում օգտագործելու հնարավորություն եմ օգտագործել։ Ժուրնալիստիկական պրոֆեսիոնալիզմը այդ ժամանակ դեռ ես չէի որոշել, որ պետք է ժուրնալիստ դառնամ։ Ես ժուրնալիստիկայի ուղղությամբ մտածել եմ 9 եւ 10 9 եւ 10-ներով դասարան։ Մինչ այդ ես շատ երկար ժամանակ ուզում էի բժիշկ դառնալ։ Բարի գալուստ ակում, այո, վատ ձեռագիր ունեցող։ Բայց քանի որ այնպես էր ստացվել, որ բոլոր առարկաների ուղղությամբ ոչ միայն լավ էի սովորում, այլև ունակություններս ներում էին, կարծես ամեն մասնագիտության մեջ մի հետաքրքիր բան էի տեսնում, հետո ասես լավ, ինչ անել էլի, ես էլ եմ սիրում, ես էլ եմ սիրում, որոշները կարծում էին, որ ես պիտի գնամ մաթեմատիկական ուղղությամբ կամ ինժեներիայով, որովհետև այդ ուղղությունը հորս կողմից ինձ փոխանցված էր եւ մաթեմատիկական գիտելիքներս բավական լավ էին։ Մյուս մասը ասում էր, չէ, բանասիրական, որովհետև լավ ասմունքում ես, բանաստեղծություն եւ այլն, հա, արձակի հետ կարդալու հետ շատ լավ ես։ Մի խոսքով, բայց ընտրեցի մի մասնագիտություն, որը իրականում, այսպես ասեմ, լեգիտիմ հնարավորություն է տալիս բոլոր կապերը ստեղծել բոլոր մասնագիտությունների հետ, եւ ես շատ ուրախ եմ։ Կարծում եմ, որ ես ամենալավ եւ ամենաօգտակար մասնագիտություններից մեկն եմ ընտրել։ Իսկապես, այո։ Իսկապես աշխարհում այդպես է։ Գեղեցկությունը կփրկի աշխարհը, ինչ դերակատարություն ունեն այսօր կանայք աշխարհի փրկելու մեջ, որովհետև իսկապես ինձ թվում է, որ այդ ժամանակը եկել է, որ աշխարհը փրկել է պետք, թե ամենաբարձր մակարդակների մասին է խոսքը, թե ամենաներքևից։ Արդյոք այդ ամբողջ պատասխանատվությունը պետք է դնել կանանց ուսերի փրկելու։ Որովհետև 5000 տարի տղամարդկանց ուսերում դեռ մենք ինչ կատարում։ Ես կարծում եմ, որ այստեղ խնդիրը այն է, որ սկզբից միայն տղամարդկանց ուսերին է եղել։ Հիմա ասում ենք դե կանայք թող գան եւ փրկեն։ Նորից այն մտքին եմ, որ ամեն մեկը իր դերակատարումը պարզապես ճիշտ պիտի կատարի, ամեն մեկը իր առանձնահատկություններով իր գործ անի եւ գուցե փրկվի աշխարհը։ Աշխարհը անընդհատ պայքարի մեջ է, իսկ այդ պայքարում տղամարդիկ եւ կանայք իրենց դերը ունեն։ Բայց այստեղ ես ընդհանրացումներին իրականում դեմ եմ, կանայք թե տղամարդիկ։ Ի վերջո նրանք բոլորը տարբեր մարդիկ են։ Անգամ յուրաքանչյուր մարդ ինքն իր համար կարող է անկանխատեսելի լինել, որովհետև դեռ չի հայտնվել այնպիսի իրավիճակում, որտեղ կարողանար որակական այլ հատկանիշներ ցուցադրել։ Հետևաբար կանայք, տղամարդիկ, այսպես ընդհանրացումներ անելը իրականում բարձեցում անելը շատ սխալ։ Մարդը շատ բարդ էակ է։ Այդ վերջին տարիներին այսպիսի հարց է առաջանում. կարող է մի օր այնպես պատահի, որ արհեստական բանականությունը մարդուն հաղթի։ Սկզբից մտածում եմ, դե այնքան առաջ է գնում, որ գուցե մի օր հաղթի, բայց կարծում եմ, որ ոչ, որովհետև մարդը անգամ իր համար նոր մտքեր, ինքն իր համար է անկանխատեսելի ինչ մնաց արհեստական բանականության։ Վերջո նրան մենք ենք տեղեկատվությամբ ապահովում։ Այս նույն տրամաբանության մեջ պետք է նաև տղամարդկանց եւ կանանց դիտարկել։ Ամեն մարդու առանձին յուրահատկությունների։ Իմպրովիզ անելու հատկությունը թերևս միայն մարդուն է տրված, արհեստական բանականությունը դեռ իմպրովիզ չկա։ Իսկ գովազդը իմպրովիզ չէ մեր եթերում։ Այս բային գովազդ հետո կշարունակենք մեր գեղեցիկ զրույցը գեղեցիկ մարդու հետ։ Մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մեր զրույցը Քրիստինե Ալագուլյանի հետ, ապրիլի 7-ը խոսում ենք կանանց մասին, գեղեցկության մասին եւ ոչ միայն կանանց եւ ոչ միայն, այո։ Երբ որ ասում են մայրության եւ գեղեցկության, այստեղ հակադրություն չկա, բոլոր մայրերը գեղեցիկ չեն, թե հատուկ են անում, որպեսզի մայրերը ել ավելի գեղեցիկ երևան։ Ձևավորման խնդիր է ինձ թվում։ Ինձ թվում է այդ հարցին ավելի շատ դուք կարող եք պատասխանել։ Դուք կարող եք պատասխանել։ Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանելը։ Իսկապես։ Իսկ գեղեցկությունը դա սուբյեկտիվ, օբյեկտիվ ինչ է դա։ Օրինակ, միացնում եմ հեռուստացույցը, տեսնում եմ գեղեցիկ Քրիստինեին,
որը որ լուրջ բաներից է խոսում։ Ես ինչով պետք է լսեմ, զմայլվեմ, այստեղ ինչ կա։ Եվ արդյոք կարծում եմ, нельзя быть красивой такой, էլի։ Ինչպես է դա։ Շնորհակալություն, բայց այդ շատ պատասխանատու բան եք ասում։ Ես այդքան գեղեցիկ չեմ հարցնում։ Բայց իրականում ինձ համար գեղեցկությունը ներդաշնակությունն է, ձեր արտաքինի եւ ներքինի։ Եվ երբ որ լուրերը միացնում են լսելու, իրականում պիտի ամբողջ այդ կերպարը նպաստի նրան, որ ձեր ասածը տեղ հասնի։ Եթե դուք այնպիսի տեսքով եք, այնպիսի բջնանքով եւ այլն, որ մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնում դրան եւ չեն լսում ձեր ասածը, իրականում ձեր արած գործը ճիշտ չէ եւ անիմաստ է եւ այստեղից պետք է գնալ եւ ուրիշ տեղ, հա, օրինակ ուրիշ բան կա, նայեք, ես ասեմ, որ շատ դեպքերում գեղեցկուհիները անցնում են եւ գնում են կամ մնում են 1 տարի, կես տարի, դուք տասնյակ տարիներ արդեն այստեղ եք եւ ապացուցում եք, որ իսկապես ներսը պետք է համապատասխանի դրսին, այո, արտաքինին։ Դժվար չէ։ Կամ դրա մասին մտածում եք, թե ոչ։ Ոչ, իրականում ես հետևյալի մասին եմ մտածում։ Այնինչ անում եմ պիտի ազնիվ անել։ Այդ ազնվությունը բերում է ձեր արտաքինի եւ ներքինի ներդաշնակությունն է ապահովում։ Եթե դուք ինչ-որ բանում ստում եք, արհեստական եք ստեղծում ձեր կերպարը, ի վերջո դուք դուրս եք գալիս եւ մարդիկ տեսնում են ձեզ եւ նրանք այլևս չեն հավատում։ Ի վերջո մի բանում սխալ լինելու դեպքում, սուտ լինելու դեպքում մնացած բաների վրա եւս կասկած է ընկնում։ Այսպես է, չէ՞, մի դետալում հենց կասկածեցին, ասում են, իսկ ինչ իմանանք, որ մյուս տեղերում այդպես չէ։ Եվ եթե դուք այդ ազնվությունը չպահեք, հեռուստադիտողի հետ շփվելու, հաղորդակցվելու այդ վստահելիության աստիճան չպահեք, իրենք ձեզ չեն հավատա եւ այստեղ չի օգնի ոչ մի արտաքին գեղեցկություն կամ, չգիտեմ, գեղեցիկ է նաեւ երբ մարդ ժպտում է, որքանով է ստացվում լուրերի հաղորդավարի համար ժպտալը։ Եվ կարևոր է դա։ Իրականում շատ կարևոր է, սովորաբար երբ որ օրինակ ուսանողներին ես մեկնաբանի աշխատանք այդպիսի դասընթաց եմ վարում իրենց համար եւ այդ ժամանակ խոսում ենք 60 վայրկյան տպավորություն թողնելու մասին, հա, առաջին 60 վայրկյանը, որ մարդուն կարող է կողմնորոշել լսել իրեն նայել, թե այլևս ոչ, եւ այնտեղ շատ կարևոր նշանակություն ունի ժպիտը։ Բարևելիս այո ժպտում եմ, ավարտելիս այո ժպտում եմ, բայց ցավոք սրտի հիմա լուրերն այնպիսին են, որ դուք ժպտալ դժվարանում եք։ Եթե կան այդ հնարավորություններ, օրինակ մեր թիմը որևէ հաղթանակ է տարել, ես մեծ ժպիտով եմ դա ասում։ Իհարկե լուրերի հաղորդավարուհիների եւ հաղորդավարների համար այդ էմոցիոնալ ինտելեկտը պիտի լինի այն աստիճանի, որ դուք շատ դրականի ժամանակ այսպես չցնծակ եւ շատ տխուրի ժամանակ ուղակի չկոտրվեք, պահեք այդ միջինը, որպեսզի հեռուստադիտողը ձեր միջոցով ոչ թե էմոցիաները տեսնի եւ սկսի չհասկանա ինչ եք ասում, այլ տեղեկությունը լսի եւ կարողանա որոշումներ կայացնել։ Այնպես որ բայց ժպտալ իհարկե պետք է սկզբում եւ վերջում գոնե, եթե չկան այդ ներսի Ես լավ առաջարկ ունեմ, մինչև Քրիստիան կկարդա ամենաառաջին պարբերությունը, այո, ամենաառաջին պարբերությունը, խնդրում եմ ընթերցես, մինչև որ մենք անակնկալը կնախապատրաստենք քեզ համար։ Այո, որտեղ ժպտալու թեմա է, եւ մենք շատ ուրախ ենք եւ այսօր ակտուալ է, որ սկսում է առաջին։ Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի եվրոպական խորհուրդը օլիմպիական չեմպիոն, բազմակի մրցանակակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, եվրոպական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի լեգենդար ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ Այսօր ես չպիտի աշխատեի, բայց դուք աշխատեցիք։ Մենք այսպես արեցինք, որ դու ժպտաս, եւ քո ժպիտը կգնահատենք, սիրելի Քրիստինե։ Շնորհակալ եմ, շնորհակալություն, այսպիսի լավ լուր կարդալու համար։ Շարունակեք ժպտալ եւ Աստված տա, որ լուրերը այնքան լինի, որ դուք շատ դժվարությամբ ձեր ժպիտը կարողանաք զսպել։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ լավ օր եմ մաղթում։ Լավ օր, կրկին շնորհավորում ենք ապրիլի 7-յան կապակցությամբ եւ գնում ենք ձեր տրամադրությունն էլ բարձրացնելու, կարծում եմ երաժշտությունը լավ դոպինգ է։ Եվ շնորհակալություն Ֆանֆան Տյուլպանին եւս մեկ անգամ գեղեցիկ ծաղկեփունջների համար, մնացեք մեզ հետ երաժշտություն շանթի եթերում։
Եվս մեկ գեղեցիկ կատարում բոլորի համար Բրունո Մարսը, ով ինջարից խոստացել, որ երբեք լիրիկական բալադներ միայնակ չի երգելում։ Իմիջիալից Արտուրյա մասին ասեցինք, բայց պարոն Բաբալարյանի մասին չասեցինք, որտեղ Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն մարզիչ այդ կոչմանը արժանացել է մեր գլխավոր մարզիչը, այո, Արմեն Բաբալարյանը, շնորհավորում ենք թե Արմենին, թե Արտուրին եւ ասենք, որ այսօր Բրատիսլավայում մեկնարկում է մշամարտի ուրեմն Եվրոպայի առաջնությունը եւ հուսանք, որ մեր տղաները կբերեն այնտեղից ոսկե մեդալներ այսօր։ Ազատ ոճի մարզիկներն են արդեն դուրս գալու գորգ, իսկ 2-3 օրից արդեն հունահռոմեական, հուսանք, որ մեդալները շատ կլինեն եւ նրանք կլինեն գոնե մի սպորտային ոլորտ կա, որտեղ լիահույս ենք, որտեղ այո, լիահույս ենք եւ կարծես թե միշտ գոչ ենք, բայց պատահավոր տեղեր ունենք։ Այդքան դժգոչ ենք, ինչքան ֆուտբոլի պարագայում։ Այո։ Գնանք առաջ, ասենք, որ մեր հովանավորն է Stark ապրանքանիշը, որը ներկայացնում է Stark լվացքի թերթիկները։ Սա հիանալի այլընտրանք է, ծանր տուփերով լվացքի փոշիներին ու գելերին։ Թերթիկները ապահովում են խորը մաքրություն, ինչպես գունավոր, այնպես էլ սպիտակ հագուստի համար, առանց լրացուցիչ, սպիտակեցնող եւ փափկեցնող նյութերի։ Stark-ի լվացքի թերթիկները ամբողջովին լուծվում են ջրում, եթե անգամ այն սառն է։ Հարմար են նաև ձեռքի լվացման համար, չեն պարունակում ֆոսֆորատներ եւ պարաբեններ, էկոլոգիապես մաքուր եւ կենսաքայքայվող են նորություն, որը կլավացնի լվացքի որակը, չի փչացնի հագուստը, կխնայի ջուրը եւ էլեկտրականությունը։ Պարզապես տեղադրեք այս թերթիկները լվացքի մեքենայի թմբուկի մեջ եւ վերջ։ Թերթիկների օգտագործման ուղեցույցը հենց տուփի վրա է։ Գնումների համար կարող եք զանգարել 044 84 81 01 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք Stark պարագաները Օզոն եւ Wildberries marketplace-երից։ Բայց դուրս եկավ լեզվից այդ ակումը։ Նորություն, որը լվացնում է։ Այո։ Եվ լավացնում է։ Լվացնում է եւ լավացնում է։ Այո, փնտրեք եւ եղեք ել ավելի մաքուր եւ ոչ մի բիծ չունեցող անձնավորություններ։ Ինչ ենք անում այս պահին, գովաստ։ Գնում ենք գովաստ ասելու շանթի եթերում։ Գնացինք։ Վերադարձանք գովաստ։ Վերադարձանք անցած տարի ապրիլի 7-ը փաստորեն կիրակի էր, իսկ մյուս տարի կլինի երեքշաբթի։ Հաշվարկել ես թե նայել ես։ Դե տենց է, անցած տարի տենց է։ Ինչ եմ ասում, որտեվ այս տարի երկուշաբթի, հա։ Կիրակի է երկուշաբթի թե երեքշաբթի, ապրիլի 7-ը միշտ ուրբաթյան տրամադրություն է, իսկ ուրբաթի մեջ լավ երաժշտությունն է։ Այո, լավ ուրբաթյան, բայց երկուշաբթի օրը երաժշտություն։ Ապրիլ 7-յան տրամադրություն, էլի ձեզ սիրելի գեղեցիկներ, սիրելի մայրեր։ Գնացինք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, Lady in Red-ներ եւ Lady in Red-ն է հենց հիմա մեր տաղավարում, որովհետեւ ում ենք սպասում, ովքեր մեզ հյուրընկալեցին։ Անակնկալ։ Գեղեցկության եւ մայրության այս օրը նաեւ մի քիչ հումորով կարելի է ակցենտավորել։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գեղեցկուները։ Ես չգիտեմ, եթե նրանք լինեին հավաքական, հնարավոր է լրիվ այլ ելք լիներ, ավելի լավ։ Միգուցե։ Այսօր մեր սիրելի գեղեցկուներն են մեր տաղավարում, որոնց որ դուք կարոտել եք, տեսեք, տներում եք։ Զարան եւ Հասմիկը, բարև ձեզ։ Զարան եւ Հասմիկը, բարև ձեզ։ Շնորհավոր։ Բարի լույս, շնորհակալություն։ Բարի։ Բացի մեզանից ինչ շնորհավորանքներ եք արդեն հասցնել ստանալ, նվերներ միգուցե, ժպիտներ, լավ տրամադրություն։ Չէ, բարեբախտաբար, այսօր առաջին շնորհավորանքը հենց եթերում էր ձեր կողմից։ Ինչ լավ, բացում արեցին։ Այո։ Իսկ Զարապետի ասի բարեբախտաբար, ես դու այս տոնում ընդունում ես Զարը։ Այո, ընդունում եմ, դե ինքը ավելի շատ եկեղեցական, ավելի շատ քրիստոնեական, նախաքրիստոնեական նաև, բայց ինչու ոչ, եթե կարելի է եւս մեկ անգամ խոսել եւ հիշեցնել, որ կանանց համար ոչ թե լինեն սահմանված դերեր, այլ անսահման հնարավորություններ, այդ օրը կարող ենք օգտագործել այդ մասին խոսելու համար, ինչու ոչ։
Հասմիկ, դուք ինչ կասեք։ Համակարծիք է։ Ի տարբերություն Զարայի հասցրել եմ ստանալ շնորհավորանքներ, նվերս երևի թե եղել է օթանավ նստելը, որովհետև հենց նոր եմ ժամանել։ Դեռ ոչ։ Դեռ հույս է տալիս գործը, դեռ ոչ։ Այս կյանքից մեծ ակնկալիքներ ունեմ։ Մեծ ակնկալիքներ, մեծ Boeing-ներով։ Չէ, Boeing-ը շատ մեծ է, փոքրիկ կոկիկ Cessna Gulfstream այդպեսի։ Լավ, դու ձեզ շնորհավորել են, մենք շնորհավորեցինք, դուք ում եք շնորհավորել։ Դուք, այո, իսկապես։ Ում եք ուզում շնորհավորեք կամ։ Կարող ունեք այդպեսի։ Բոլոր կանանց, անկախ ամեն ինչից, անկախ նրանք մայր են, ինչ ընտրություն են կյանքում կատարել, ինչ ընտրություն պետք է կատարեն, կապ չունի, եթե կինը ծնվել է կին, այսօր արժի, որ նրան շնորհավորել։ Ինչ է նշանակում անկախ նրա, ինչ անկախ ամեն ինչից շնորհավորում եմ բոլոր կանանց եւ նրանց մաղթում եմ ոչ թե սահմանված դերեր, ինչ որ կարծրատիպեր ու ստանդարտներ, որ ամենաշատը հենց այսօր եւ մարտի 8-ին են հնչում։ Բա դա է ասում, այո, դա է քեզանց սպասում, Զարա, որ դու ասում որ ես կտրուկ դեմ եմ այս միամսյակի դեմ, որ Հասմիկ, ում ես ուզում շնորհավորես։ Նախ բոլոր մայրերին, որովհետև իսկապես չնայած որ որոշակի կարծրատիպ կա դրանում, բայց ամեն դեպքում կինն ավելի գեղեցկանում է, երբ մայր է դառնում, անկախ նրանից, թե որքան է այդ ընթացքում հոգնում բալիկի հետ, թե որքան է իր գործը շատանում, որքան են այսպես ծանրաբեռնվածություններն ավելանում, միևնույն է այդ զգացումը, էմոցիան հասկանում ես, երբ միայն դառնում ես մայր։ Մինչ այդ ինչքան էլ դրա մասին խոսեն, ինչքան էլ պատմեն եւ որքան էլ դա կարծրատիպային լինի, իսկապես դա չես զգում։ Երբ դառնում ես մայր, դա զգում ես։ Դրա համար ես սիրով շնորհավորում եմ նախ եւ առաջ բոլոր մայրերին, իսկ հետո բոլոր գեղեցկուհիներին, ովքեր որ այսպես ասած լրացնում եւ գեղեցկացնում են այս աշխարհը ու առանց նրանց անհնարին է այս աշխարհում։ Okay, շատ բարի, լսեցինք շնորհավորանքներ գեղեցկուհիներից, նաեւ Զարա, ինչ է քեզ համար նշանակում անսահման այդ որ ասեմ հնարավորությունները եւ ով է քո հնարավորությունները սահմանում Իմ հնարավորությունները որևէ մեկը ամեն դեպքում պայքարում են, որ չկարողան անսահմանափակել եւ առհասարակ պետք չի որևէ մեկի հնարավորությունները սահմանափակել անկախ սեռից, որովհետեւ շատ դեպքերում ինձ բնորոշում են որպես ֆեմինիստ, բայց ես միշտ ասում եմ, որ ես ավելի շատ էգալիտարիստական հայացքներ ունեմ եւ առհասարակ փորձում եմ հիշեցիք ֆրանսիական մեծ ուրեմն հեղափոխությունը էգալիտե, այդ էգալիտե հավասարություն սոցիալական անարդարության դեմ է իմ պայքարը եւ չգիտեմ, երևի թե սոցիալական անարդարությունը ավելի շատ կանանց դեմ է լինում, ավելի շատ բարձրաձայնում ենք այդպիսի խնդիրներ, դրա համար մի տեսակ ավտոմատ դառնում ես ֆեմինիստ, բայց թող որևէ մեկի հնարավորությունները երբեք չսահմանափակվեն, որովհետեւ մարդը ավելին է, քան իր սեռը եւ սեռը չի որոշում, թե մարդը ինչպիսի մարդ է, հա, եկեք մարդուն չդիտարկենք որպես սեռ, այլ դիտարկենք որպես մարդ առհասարակ։ Բայց կարևոր չէ արդյոք օրինակ մարդուն դիտարկել որպես կին, որպես տղամարդ, աղջիկ, տղա։ Առանց սահմանափակումների կարծում եմ։ Հա, բայց ո՞րն է սրա սահմանափակումը։ Օրինակ, դու սա չես կարող, որովհետև դու կին ես։ Օրինակ, ինչ չես կարող։ Օրինակ Ոչ։ Ինչ չես։ Ես ասֆալտ փռողքին տեսել եմ։ Վատա, որ ասֆալտ փռողքին կա իմիջիայլոց։ Դե չգիտեմ, Զարան համաձայն է թե չէ։ Կանոչ ազատ կամքի դրսևորմանը կինը լինի այնտեղ, որտեղ ուզում է լինել կինը, բայց առհասարակ կին ուզում է ասֆալտ փռի։ Ես չգիտեմ բոլոր կանանց ցանկությունները, բայց լավ կյանքից չի էլի երևի առհասարակ եկեք խոսենք իրավունքների մասին, որովհետև շատ հաճախ կանանց նույն այդ ինչ-որ կարծրատիպային վերաբերմունքով ասում են, որ կինը այս բաները չի կարող անել, եկեք չհերքենք դա, որովհետև դա իրականում կա եւ միայն կինը գիտի, թե ինչ կարծրատիպեր է։ Ես համաձայն եմ քո հետ, որ իրականում կա ինչ-որ տեղ, բայց ես քանի որ ես ոչ մեկին չեմ սահմանափակում, դու չես սահմանափակվել
Ես ձեզ տեսնելով ու ինձ տեսնելով հասկանում եմ, որ դա ուղղակի Ինձ սահմանափակում են շատ հաճախ։ Ասում են կինես մի գնա եթե։ Ոչ, նույն աշխատանքի ընդունվելիս եւ միջազգային կազմակերպություններից մեկը, երբ ես ուղարկել էի CV, իրենք իմ տարիքը հարցրեցին եւ ինձ չընդունեցին աշխատանքի, որովհետեւ իմ այն տարիքն է, որ ես պետք է ամուսնանամ եւ պետք է գնամ դեկրետ։ Իսկ իրենց պետք չէ այնպեսի աշխատող, որը մի քանի ամիս հետո, այսինքն իմ փոխարեն պատճառաբանություն ասեցին, մենք չենք կարող վերցնել, որովհետեւ քո ինչ տարիքն է գնա ամուսնացի, Բայց հիմա Հայաստանում տղամարդիկ է կարան դեկրետ գնան, չէ՞։ Մի քանի օրով ավելի քիչ։ Չէ, կարող են գնալ։ Ինչ կասես։ Համաձայն ես Զարայի բոլոր կետերի։ Զարայի վաշտից ես։ Ես քանի որ իմ շրջապատում չեմ ճանաչում մի կնոջ, ով որոշակի առումներով սահմանափակված է։ Կամ քեզ փորձել են երբևիցե սահմանափակել։ Ես չեմ հիշում նման դեպք, որովհետև գուցե փորձել են, բայց ամեն դեպքում ի վերջո ես արել եմ այն, ինչ որ ճիշտ եմ գտել, որովհետև սա իմ կյանքն է, ես եմ ապրում այս կյանքը եւ ես ունեմ ընտրության իրավունք, հենց դա է ֆեմինիստական շարժման այդ առանձնահատկությունը, զառանկփաստի ու կարծում եմ բոլորս ապրում ենք այդպես, պարզապես առանց շատ խորանալու թե ինչպես ենք մենք ապրում, ուղղակի վայելում ենք այս կյանքը ու իմ կարծիքով կնոջ երջանկությունն այնտեղ է, որտեղ որ բալանսավորված կյանքն է, այսինքն այս կյանքում կա ընտանիք, կա ընկերներ, կա աշխատանք սիրելի, այս բալանսավորվածության մեջ երջանկությունն ու ներդաշնակությունն է, ու երբ գալիս է սեփական անձի ներդաշնակությունը, մարդն ինքնին արդեն խաղաղ եւ երջանիկ է լինում իմ կարծիքով։ Տեսար, ինչ լավ շղթան բերեց, կապեց, ինչպես որ Քրիստինան էր ասում ամենասկզբում, ներդաշնակության մեջ է ամենը։ Գարմոնիայի մեջ։ Այո։ Սիմֆոնիան այդպես է։ Իսկ այսպեսի հասկացողություն կա, անգամ երբ կա դրա մասին։ Կանանցի երջանկություն, դա առանձնահատուկ երջանկություն է, թե։ Ոյ, չէ, դա ընդհանրապես խտրական է։ Շակավեցի։ Բայց լավ բան է, ես օրինակ լավ բան չեմ շակալում մենակ։ Женское счастье։ Ինչ որ մեկը կարող է բացատրել, թե ինչ է կանացի երջանկությունը։ Չէ, բայց ես օրինակ կարող եմ ասել տղամարդու երջանկությունը ինչ է։ Իմ համար։ Ես էլ կարող եմ ասել, եւ վերջապես մենք երբեք չենք կարող ասել ինչ է ուզում։ Կարող է սահմանել, հարցը դա է, որ ամեն չկա մի բանաձև երջանիկ լինելու, որքան բացարձակ բանաձևներ չկան։ Բայց քան չէ յուրահատուկ տենց։ Ոչ, ամենքին ինձ թվում է երևի թե ինքն է սահմանում, թե որն է իր կանացի, որն է կանացի երջանիկ։ Այս դեպքում ես համաձայն եմ, որ սեռերի բաժանել պետք չի, որովհետև մարդը ինքնին կարող է լինել երջանիկ եւ ոչ, անկախ նրանից կին է թե տղամարդ, ու ինքն է իր ընտրություններով գալիս հանգում նրան արդյոք երջանիկ է այսօր, թե ոչ։ Օրինակ Հասմիկը փաստեց, որ այ մայրանալը դա լրիվ ուրիշ գեղեցկություն է, լրիվ ուրիշ թռիչք է, այ քեզ համար, մանավանդ նկատի ունենալով Նարեին, ինչպես է փոխվել քո կյանքը, Հասմիկ, այդ գեղեցկությունները դու սկսել ես ավելի շատ նկատել, ինչ է փոխվել քո կյանքում։ Ես հիմա հասկանում եմ, որ ես իմ աղջկանից սովորում եմ։ Իմ աղջիկն ընդամենը 2 տարեկան է, բայց ես կարողանում եմ անընդհատ իրենից սովորել ու հատկապես սովորել մանրուքները վայելել։ Եթե օրինակ իր համար շատ մեծ երջանկություն է մի քանի ծիտիկ միասին տեսնելը եւ վազել նրանց այսպես թռցնելը, ու դրանից ինքը աշխարհով մեկ է լինում, ես էլ դրանից եմ երջանկանում, այսինքն այդ մանր բաները, որոնք որ մեզ շրջապատում են եւ մենք սովորաբար դա չենք նկատում, երեխաները նկատում են եւ դա նրանցից իսկապես պետք է սովորել։ Մանրուքների մեջ է, սովորելը մանրուքների մեջ է, իսկ ջրափոսերի հետ ինչպես է նա, մանրադեշում է։ Ես իր հետ հավասար ջրափոսերի մեջ։ Դու ունեն հատուկ դրա համար կոշիկներ, մեծ ռետինե միջև բարձր։ Այո, արգելելու փոխարեն պարզապես երկարաճիտ։ Ինչ է վերջին անգամ ուրախացրել Զարային եւ Հասմիկին, ուզում այդ էս լիաթոք, լիասիրտ, որ ուրախացել եք, անմոռաց։ Նյու Յորքում լինելը, որ ես վերջին անգամ 2019 թվականին էի ես Նյու Յորքում, վերջին անգամ։ Վերջին նոր եմ վերադարձել Նյու Յորքից։ Նոր եմ վերադարձել, ահա, ու շատ հետաքրքիր էր, որ ամեն քաղաք, ես դա այդ ընթացքում հասկացա, որ ամեն քաղաք դու նորովի ես բացահայտում տարբեր տարիքային սեգմենտում, այսինքն, երբ որ ես 25 տարեկանում գնացի Նյու Յորք, իմ համար Նյու Յորքը բոլորովին այլ էր, բայց երբ որ արդեն 30 տարեկանում եղա Նյու Յորքում, դա մի ուրիշ բացահայտումներ էր։ Ինչպիսին էր այս անգամ քեզ համար Նյու Յորքը, պատմի մեզ, կարող մենք ենք գայթակղել գնանք։
Չեմ կարող բացատրել, որովհետև ավելի շատ էմոցիոնալ առումով էր, ավելի շատ ընկալման հետ էր կապված, որ չգիտեմ, նորովի էր Երջանիկ էր այնտեղ։ Այո, երջանիկ էի։ Տես, կանանց անհավասարության մասին ենք խոսում, բայց ասենք, որ Զարա Նյու Յորքից է եկել, իսկ Հասմիկը Փարիզից։ Իսկ դու ուր էիր գնացել վերջի անգամ։ Ես Էջմիածինում երկու անգամ հիշում ես Խաթաբալադայի մեջ։ Ասում ես Էջմիածին երկու անգամ։ Ես Մակարավանք եմ ես վերջերս գնացել եւ վերադարձել։ Բայց դա եւս երջանկություն է, եկեք փաստի։ Եվ կարևոր չէ թե ուր եք գնում։ Պատմությունն է, մենք մանր բաներով ենք երջանկանում, իսկ դուք Նյու Յորք, Փարիզ։ Ինչ է տալի կնոջը այդ զգացողությունները։ Այո, Փարիզ, Նյու Յորք, ինչի համար է դա պետք, ինչ է դա։ Առհասարակ ճանապարհորդելը յուրաքանչյուր մարդու կապ չունի կնոջ թե տղամարդու, օգնում է ավելի ընդլայնել մտահորիզոնը։ Ես կարող եմ ասել, որ տղամարդը կարողանում է դիմանալ։ Որովհետև կինը նկատում է հենց այդ մանրուքները, խնդիրն այդտեղ է, եւ որովհետև էմոցիոնալ առումով երևի թե ավելի շատ է կարողանում վերցնել եւ լիցքավորվել, այո, իսկ Փարիզի հետ կապված ուղղակի ամեն անկյունում մշակութային կաթիլներն էին, որոնք ես այսպես հավաքել, լիցքավորվել եւ երջանիկ վերադարձել եմ։ Որը անպայման ստորիներով կտեսնեք, չէ՞։ Տեսել եք։ Չէ, դեռ շատ ընտիր։ Ինչ է պետք ժպիտ պարգևելու համար, եթե ֆրանսերեն ասեիր։ Je suis ժպիտ։ Երբ որ տղամարդիկ ծաղիկներ են նվիրում կանանց մանավանդ ապրիլի 7-ին։ Սա ուղարկեմ Զարային, Ֆանֆան Տյուլպան։ Այո, Ֆանֆան Տյուլպանից։ Ո՞ս խնդրում ծաղիկների համար։ Սիրում ես որ կանանց ծաղիկ են։ Իհարկե։ Հասմիկին։ Իսկ դա կապ ունի որ կինը կնոջը թե Ոչ, ես ինքս համարել եմ ծաղիկներ։ Չէ, ինքդ քեզ համար հա, բայց երբ որ ուրիշն է նվիրում ավելի Դա միշտ հաճելի է ծաղիկներ նվեր ստանալը։ Հիմա ասենք տղամարդուց թե կնոջից։ Նայած ինչ տղամարդուց եւ նայած ինչ կնոջից, էլի սերերի հետ կապ չունի, բայց ինձ շատ ուրախացրեց, որ այսօր Էրնեստ Հեմինգուեյն է այսօր։ Որ ես Եգոր Գլումովից ստացել։ Ահա այսպես։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք, ամենալավ բաներն ենք ձեզ մաղթում։ Միշտ եղեք երջանիկ, եթե դրա համար պետք է Փարիզ կամ Նյու Յորք հասնել, աստվածա որ այդքան հնարավորություններ դուք ունենաք եւ այն մարդիկ, որոնք որ ձեր հարևանությամբ են, շնորհակալություն մեր սիրելի Ֆանֆան Տյուլպանը։ Այո, սեղանին դրված այս հրաշալի ծաղկային կոմպոզիցիան եւ իհարկե այսօրվա մեր ծաղկային անակնկալները մեր գեղեցկուհիներին Ֆանֆան Տյուլպան ծաղկի խանութ սրահի կողմից են։ Խանջյան 7 հասցեում գտնվող սրահը աշխատում է առավոտյան ժամը 7-ից մինչև կես գիշեր։ Այստեղից կարող եք ձեռք բերել գեղեցկագույն ծաղկային կոմպոզիցիաներ, ծաղկե փնջեր, հարսանեկան ծաղկե փնջեր, հելիումով փուչիկներ, տարերով կոմպոզիցիաներ, խաղալիքներ, բացիկներ եւ տուփեր։ Եթե անձամբ չեք կարողանա գնալ եւ գնել, ապա պատվիր եք առաքումը անվճար է։ Ֆանֆան Տյուլպանը կազմակերպում է նաեւ կորպորատիվներ ու ֆլորիստիկայի դասընթացներ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ հասցեն Խանջյան 7 հեռախոսահամար, որով կարող եք զանգահարել եւ պատվիրել անվճար առաքումը 077 988 955։ Եղեք երջանիկ եւ գեղեցիկ Ֆանֆան Տյուլպանի հետ նաեւ։ Գովաստ։ Այո, գովաստ, աղջիկներ, ապրեք, լավ անակնկալ արեցիք մեզ, լավ ժպտացինք, տեսեք դուք էլ մեզ երջանկացրիք ձեր օրով, ապրիլի 7-ին։ Դուք էլ մեզ։ Առանց Նյու Յորքի եւ առանց Փարիզի։ Փարիզի։ Այո, շնորհակալ ենք։ Գովաստ շանտի, մնացեք մեզ հետ։ Վերադարձանք գովազդից հետո եւ ինչպես հասկացանք, գեղեցկուները մեր լիցքավորվում են Նյու Յորքում եւ Փարիզում, իսկ մենք ունենք Stark այսպիսի վերալիցքավորվող էլեմենտներ, մարտկոցներ, որոնք որ Երևանում են կարողանում լիցքավորվել։ USB-ով 2A եւ 3A տեսակի վերալիցքավորվող մարտկոցների մասին է խոսքը։ Սա հիանալի խնայող եւ արդյունավետ այլընտրանք է մյուս բոլոր 1.5 վոլտ մարտկոցների համեմատ վերջին սերնդի Stark USB մարտկոցների լիցքավորումը կատարվում է USB-C լիցքավորմամբ։ Պարզապես միացրեք դրանք ձեր համակարգչի, նոթբուքի կամ մեքենայի ցանկացած USB-C վարդակից եւ վերջ։ Այլևս ստիպված չեք լինի ձեր երեխայի խաղալիքի կամ հեռակառավարման վահանակի, անլար մկնիկների եւ այլ սարքավորումների համար անընդհատ մարտկոցներ գնել։ Stark USB մարտկոցների ամբողջական լիցքավորման համար ընդամենը 30 րոպե է անհրաժեշտ։ Խնայեք ձեր գումարը եւ ժամանակը ձեռք բերելով Stark լիցքավորվող մարտկոցները։ Գնումների համար կարող եք զանգահարել 044 84 8101 հեռախոսահամարով կամ ձեռք բերեք ամենը Ozon եւ Viber-ից marketplace-երից։
Ահա, Ստարկից է խոսեցինք, սերս հերթական երաշտական հոլովակն է, գարնանային գալիս մեզ հյուր այսօր, հիշեցնենք, որ տոն է այսօր։ Ապրիլի 7-ն է, կրկին շնորհավորում ենք ձեզ, սիրելի մայրիկներ, քույրիկներ, տատիկներ, մի խոսքով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, այստեղ չեն, մենք հանգիստ կարող ենք այս արտահայտությունը ասել։ Այո, եւ հուսանք, որ այսօր մենք ձեզ էլ ավելի շատ ենք երջանկացնում, քան երեք։ Իսկ վաղ էլ ավելի շատ քան այսօր։ Այո, լավ էր ասել։ Այդպես բարբերաբար։ Երաշտություն Վայլեք։ Ահա, այսպիսի իրադարձություններ են տեղի ունենում ուղի եթերում, եւս մեկ գեղեցիկ տեսահոլովակ տեսանք։ Այո, գեղեցիկ աղջիկներ, գեղեցկուհիներ, որոնց պակասը չկա ինձ թվում է։ Ում կյանքում։ Իմ քո։ Հա, չկա, մեր չկա, բայց շատերի կյանքում, թող իրենց կյանքում էլ չլինի։ Ընդհանրապես գեղեցիկի պակաս մի ունեցի։ Ում կյանքում կա, բայց ճանաչում ես այս մարդկանց։ Իմ շրջապատում չեն։ Հա, ես էլ չէ։ Լավ, գովազդի ընթացքում միգուցե հիշենք ինչ որ մի քանի հոգի։ Գովազդի ընթացքում եւս մի գեղեցկուհի է նստելու այստեղ մեր տաղավարում, այնպես որ հերոմի գնացել։ Երբեք պակաս չի լինում։ Երբ նա այդտեղ է, լցվում է գեղեցկությամբ ամենը։ Գովազդ։ Վերադարձանք եւ շարունակում ենք շնորհավորանքների շղթան, գեղեցկություն, մայրություն, հումոր, շատ այլ բառերով կարելի է բնորոշել մեր հաջորդ հյուրին, բայց երբ ասում ես Զառա Սահակյան, միանգամից լուսավորվում ես, ամեն ինչ պայծառանում եւ ամեն ինչ գտնում է տեղը։ Զառա, բարի լույս, շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես նույնպես առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլոր մայրերին, տատիկներին, քույրերին, այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ ես մի քիչ այդ մեկ ամսյակի հետ կապված համաձայն չեմ։ Կանանց տոնը միշտ է, միշտ պետք է կանանց սիրել, գնահատել, քանի որ նրանք են այդ պոզիտիվ տարածողները։ Հաստատ, իսկ դու քեզ զգում ես միշտ գնահատված, սիրված։ Ես կխաբեմ, որ ասեմ միշտ, բայց դա քեզնից էլ է կախված, որ այդ միշտը լինի։ Ով է շնորհավորել առաջինը քեզ այս։ Տղաս, եղբայրս։ Հերվից են գալիս։ Իսկ ես մամային։ Իսկ տղան չէ, տատիկին չէ, չշնորհավորեց։ Չհասցրեց, աշխատանքերը շտապում, բայց ինձ թվում է օրը դեռ առջևում է։ Ինչ է արել, ինչ-որ բացիկ է արել, ծաղիկ է գրել, ինչ-որ բացիկ, ծաղիկ, սոսենձով բան է կպցրել, ինչ է արել։ Ինչ-որ բաներ է պատրաստել ու կիթառով ինչ-որ ստեղծագործություն, քանի որ տատիկը նրա ակտիվ երկրպագուն է, առայժմ նա ունի մեկ հանդիսատես։ Ասեմ, որ Զառետրան ռոք է միջոց լսում եւ փորձում նվագել։ Այսինքն դու անտեսում ես ինչ ասում տատիկի։ Ես առայժմ այո, անտեսում եմ միայն տատիկի հույսով թող լինի։ Ժուրին առայժմ տատիկն է։ Ես ուզում եմ տղայիդ ասեմ, որ եղբայր, այն մարդիկ, որոնց որ երկրպագում են տատիկները, վառ օրինակներ կան, Լեո Մեսսին, այո։ Շատ հեռուն են գնում։ Ջիմի Հենդրիքսը, այո։ Հա, Ջիմի Հենդրիքսն էր Ջիմի Հենդրիքսի տատիկի գլուխն էր ամեն օր տանում եւ տատիկը։ Այ հասկացար քեզ ոնց են քաջալերում։ Այո։ Ամեն ինչ արժևում։ Կարող Զառան պլեյլիստի հետ համաձայն չի, հա։ Չգիտեմ, դժվար է։ Չէ։ Չէ։ Այնպեսի աններ տվեցիք, որ պապանձվել է Զառան։ Ատեն համաձայն։ Վերջ այսօրվանից երկու հանդիսական ունենք, Զառան տատիկը եւ Զառան։ Այո։ Զարա, իսկ ինչի համաձայն չես, ասացիր, որ կանայք պետք է միշտ կամ պոզիտիվը դրա հետ համաձայն են, բայց միամսյակն չի համաձայն։ Տոները ընդհանրապես են, մարքեթինգային ինչ-որ։ Այո, կոնկրետ օրով նշելը դա ինձ համար մի քիչ աբսուրդի մոտ է, բայց հաճելի է որ կա, բայց այդ լինելու հետ մեկտեղ պետք է դա տարածվի։ Ես տարածմանը կողք եմ պոզիտիվի։ Մենք այսօր խոսում ենք այդ գեղեցիկի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ ընկալումներից նաեւ։ Վերջապես գեղեցիկը ինչ է քեզ համար։ Գեղեցիկը ինձ համար ընդհանրական է շատ։ Ամեն մարդ մի ձև է ընկալում այդ գեղեցկությունը, առավել ևս երբ չափանիշները ժամանակ առ ժամանակ փոխվում են, այո։ Գեղեցիկը մարդը իր էներգետիկայով, ունակություններով, վիզուալով եւ ընդհանրապես տեսակով։ Ինձ համար շատ կարեւոր է, որ մարդը անպայմանորեն ունենա ինչ-որ տեսակ։
չձուլվի, դառնա ինչ-որ տենց համագումար։ Հա, բոլորի նման չլինի կամ ունենա տեսակ, այդ տեսակը շատ կարևոր է։ Եվ իմիջիալից այդ խնդիրը շատ արդիական է ցավոք սրտի, չէ՞, մեր հասարակության մեջ, թե տղաների, թե աղջիկների ցավոք սրտի, հիմա որ գնում ես դպրոցների կամ համալսարանների կողքով մեքենա չես հասկանում, բոլոր իրար նման Եվ հիմա կարծես թե որ այն դառնավոր հնարավորությունները շատ են։ Տես գեստերը լինեն տարբեր, մազերի երկարությունը, չափը, գույնը, բայց արյունտես որ ուզում են նմանվեն իրար։ Թրենդեր կան, թրենդերը։ Թրենդներ, այո, չգիտեմ, հետևում ես թրենդներին, որքանով են դրանք կարևոր, գեղեցիկ լինելու համար թրենդները կարևոր են։ Ոչ այդպես շեշտված, թրենդերից այն ինչ որ ինձ համար շատ հոգեհարազատ է եւ դուրեկան է, ես դա հետևում եմ, իսկ այն ինչ որ օրինակ եմ ասում, երբեք դա քեզ չի սազի, բայց դա թրենդ է, սենց անուղակի կողքով անցնում ու շրջանցում է։ Երևի դրանք ավելի շատ են կողքով անցնելը, չէ, քան թե հիմնական։ Չեմ հաշվել, բայց սենց ոսկե միջին եմ փորձում պահել։ Զարա համաձայնվի, որ Զարան բեմում, Զարան էկրանի ետևում եւ Զարան, երբ որ տնից ուզում է գնա խանութից ինչ-որ բան գնի, դա տարբեր Զարաներ են, թե դու միշտ ես այդպիսի Զարա, ինչպես Չէ, դե բնականաբար եթերը պարտադրում է իր կանոններ ունի, ինչպիսին պետք է լինես, բայց եթերից դուրս ես շատ ավելի հանգիստ չնկատվող, այսպես։ Իսկ երբ որ նկատում են, դու չես նեղվում նրանց, որ չունես այդ եթերային տեսքը։ Չէ, բացարձակ։ Ինձ սովորել են արդեն կոնկրետ այն հարազատներ են շրջապատը, եւ ես ինձ սիրում եմ այդպիսին, ինչպիսին, այո, այո։ Ես նաև այն բանի կողմնակից եմ այն մտքի, որ երբ մարդ հումորի զգացում ունի, նա գեղեցիկը նա տզում է իր վրա։ Շատ դեպքում փրկողակ է։ Չէ, իսկապես, մարդ երբ հումորի զգացում ունի, ապա էլ ավելի լավ է կարողանում տեսնել գեղեցիկը։ Եվ գեղեցիկ է ինքնին դրանով։ Հիմա դու քեզ համարում ես հումորի զգացում ունեցող մարդ։ Դե ասես շրջապատից ես հարցրել։ Շրջապատից ես հարցրել։ Դե մի հատ անեկդոտ պատմի։ Ես երկար ժամանակ չեմ համարել հումորի մարդ, բայց երկար ժամանակ դրա մեջ էպվելով արդեն շատ բաներ փորձում եմ հումորի տեսակետից մտածել։ Օրինակ, ինչ որ ֆրազա, որ ասվում է, ասում եմ, չէ, այստեղ երբ որ պաուզա է տրվում, այսպես է ասվում, շատ ավելի ծիծաղելի է։ Այսինքն մասնագիտական ես փորձում այդ ամեն ինչին մոտենաս, բայց որ հումորի մարդ ես դու, չգիտեմ, ես ավելի շատ դերասանուհի եմ, ով այդ հումորը մատուցում է։ Հիմա Գան Գորի ասացին, այ Զարան երբ որ որևէ նախագծում է, երբ որ տանն է եւ երբ որ գնում է ինչ որ բան գնելու։ Հումորը անընդհատ նրա հետ է, ինչպես որ գեղեցկությունը։ Տեսեք, ես տարիների ընթացքում ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես ոչ թե հումոր եմ ստեղծում, այլ հումորը գալիս է այն սիտկոմոտ իրավիճակային է իմ մոտ ստացում։ Ես նախ մագնիս ունեմ տարօրինակ մարդկանց բանա ձգելու, այո, ուր գնամ կարող ինչ-որ մի մարդ հանդիպի, հենց կոնկրետ այդ բոլորի միջից ընտրի ինձ ու իմ հետ ինչ-որ մի հատ շատ խնդալու սիտուացիա ստեղծվի։ Վերջին այդպիսի սիտուացիան, այդպիսի իրավիճակը։ Վերջինը մեքենան խփելն էր, որ ես շատ ուշանում էի նկարահանումից ու տենց ավելի ուշացա մեքենան խփել։ Չէ, ասի չեմ ուշանում, բնավ, ես բացարձակ չեմ ուշանում։ Եվ վերջ։ Ով էր այդ հերոսը։ Մի ոսկե անձնավորություն, ով վերջում ընդունեց, որ ինքը մեղավոր է, բայց մինչև ոստիկանների գալը, տենց ինձ փորձում էր նոկազատան։ Համոզել, որ դու ես սխալը։ Դες լավ է, ոստիկանների գալիս են, բոլորը ձգվում են եւ հասկանում են, որ իրենք մեղավոր են։ Աստված տա։ Իսկ այդ հումորի հետ կապված, քանի որ առիթը ստեղծվեց, եկեք դուք որ ժուրի, ես ձեզ սրտանց հրավիրում եմ սիրով ապրիլի 17-ին զառանցանք մոնո ներկայացմանս։ Ես եւ ռեժիսոր Սեթրակ Գոջամանյանը համեցեք եւ հարգարժան ժյուրի կգնահատեք։ Զար ջան, այդքան ոնց ես հասում եւ ինչպես։ Այստեղ, այնտեղ, դա դարձել է նորմա քեզ համար, թե դժվար է արդեն, ուզում ես հանգստանալ։ Քորչան, դու ինչպես ես հասցնում։ Ես մեկ-մեկ ջվայնանում եմ իմ վրա, բայց հետո հերթական առավոտը գալիս է, հասկանում եմ, որ տարբերակ չկա։ Պետք է, Ֆեդիա պետք է։ Այո, տարբերակ չկա։ Եվ եթե ճիշտ ես բաժանում ժամանակահատվածները, թե կոնկրետ հիմա ինչի վրա ես կենտրոնանում, ստացվում է։ Օրինակ ներկայացման ժամանակ մենք ահագին ժամանակ դրանով զբաղվեցինք, իսկ հիմա ինքը արդեն
ինքը իրանով իր կյանքով ապրում է։ Գեղեցիկը հումորում քիչ կար այն ժամանակ, երբ որ նոր էր այս ամեն ինչը, այս ամեն ինչը նկատի ունեմ հումորային նախագծերը, հումորային սիթքոմերը Հայաստանում, այո։ Զառան ոնց որ թե այսպես սկզբնաղբյուրներում էր կանգնած։ Հիմա շատ են։ Ինչպես ես գնահատում գեղեցիկի ներգրավվածությունը հումորի մեջ։ Ինձ համար շատ է չափանիշ, չի շատ ավելի շատ որակն է չափանիշ, գնահատում եմ երիտասարդներին այն բոլոր նրանց, ովքեր համարձակ են ու բարձրանում են բեմ ու ասելիք ունեն, բնականաբար պետք է ողջունել տենց մարդկանց, որովհետև այն ժամանակ բավական մեծ տենց չափանիշներ կար, դու ինչ-որ ճանապարհ պիտի անցնես, սա պիտի անես, նա պիտի անես, ոնց որ տղամարդկանց դեմքում ածառտնկես եւ այլն, նույնն էլ հումորի ասպարեզում պիտի բավականին ճանապարհ անցնեիր։ Հիմա շատ փառք լավ է, որ ունեն երիտասարդությունը հարթակ, որտեղ կարող են հանդես գալ ու այդ ընթացքում թրծվել ու սենց համով դեմքեր կային, չես կարող այն վատի հետ նաև լավ է չնկատել։ Որպես հումորի կնքամայր, Զառան ձեզ ասում է գնացեք, լավ է։ Եվ օգտագործեք բոլոր հարթակները, սոցցանցերը, Instagram, TikTok եւ այլն։ Իսկ մեկ-մեկ չես մտածում, որ այ մեր ժամանակ տես բաներ չկար, ինչքան իսկապես դժվար էր։ Այո, նախանձությունը սարթնանում է։ Փոշոտ եւ փուշոտ այդ ճանապարհը։ Իսկ հիմա փուշու տատասկներ մոռացել եմ։ Փուշու տատասկեր։ Իսկ հիմա կարծես թե կարող ես ունենալ TikTok, Instagram եւ դառնաս մի քանի օրվա մեջ հայտնի կամ։ Այո, բայց երբեմն այդ հայտնիությունը կարող է քեզ ուրիշ տեղ տանել, չարկատականի բախտը քո հետ, կարծեն թե ինքը շատ հայտնի մարդ է, շատ հետաքրքիր կոնտենտ է ստեղծում, բայց այնինչ ծաղրի առարկա դառնա, այդ վտանգավոր պահն էլ կա, պետքա ճիշտ օգտագործել, այո։ Իսկ այդ խելքը եւ իմաստությունը որ դից իմաստությունը ակունքն իմաստության։ Գոնե նախ եւ առաջ այդ նկարածը պետք է ընտանիքի անդամները տեսնեն, նոր տենց արագ հրապարակեն կամ չգիտեմ։ Ինչ որ մայրիկին դուր կգա, դա էլ։ Իսկ դու ունես ինչ որ մի բան, որը օրինակ հիմա կամանչես, որ տղա տարիներ անց տեսնի։ Չէ, գիտեք, ոչ թե կամաչեմ, տղաս արդեն քանի որ իր մայրն եմ, ինձ լավ է ճանաչում։ Ինչ լավ է տղաս քանի որ այդ տարբերակ չկա։ Ինձ լավ ճանաչում է։ Այնպես որ ամաչել դա աշխատանքի տեսանկյունից գուցեև կան բաներ, որոնց հետ ես համաձայն չեմ, ես ինքս եմ ասում ինչի դու դա արեցիր, բայց որ այնց կպահեմ, կամաչեմ, չէ։ Դե պահել հնարավոր չէ։ Ամեն դեպքում դա իմ աշխատանքն է, ոչ թե իմ ապրելակերպը։ Ինչպիսի մայր է Զառան, այդ հումորը փոխանցող, թե հենց պահը եկավ տղայի հետ չէ, պիտի անպայման այդ հումորները ամբողջությամբ դնի մի կողմ, ցասումը վերցնի եւ սկսի այդ ամեն անել։ Ինչ հարաբերություններ։ Ցասումը շապի։ Դանդաղ արտասահմանյան մայր է։ Ֆինական։ Դա ինչ եմ ասում, որովհետեւ ամեն հարցի փորձում եմ տենց աշճանաբար գալ։ Եթե ինչ որ բանի հետ համաձայն չեմ, միանգամից կտրուկ բաներ չեմ անում, որ անցումային տարիքում է սենց չտատանվի ինքն էլ, փորձում եմ տենց աշճանաբար, հարցիկներով բերել ինչ-որ մի հատ կետի ու հետո պայմանավորվեցին, որ այսօրվանից արդեն ֆանատն է դառնում Զառա, հիմա ցնցում է ամբողջ աշխարհում այդ սերիալը հայտնի Netflix-ի անցումային տարիք։ Դիտել ես չես դիտել։ Ես չեմ դիտել, չէ։ Ես էլ չեմ դիտել, երեք չդիտողներ են։ Ժամանակն է եւ իսկ ինչպես է այդ տղայի անցումային տարիքի հետ պայքարում կամ չեմ պայքարում, դա անիմաստ բան է պայքարելը, ցանկացած բանի դեմ պայքարելն է անիմաստ, եկել է մեդիազրակացության, ինքը կամ պետքա փորձես ինչ-որ ձև լուծել, կամ պայքարել, այդ վատ բառ է, էլի պայքարը արդեն նշանակում է հակամարտություն։ Ես փորձում եմ ինձ հիշել այդ տարիքում, բնականաբար Ես աղջիկ եմ, չէ։ Ես աղջիկ եմ նա տղա, բայց ամեն դեպքում հիշում եմ, որ էմոցիոնալ այդ կուտակումները, այո, իմ մոտ էլ կային չէր, այնպես որ բաներ կա, որ նորմալ է։ Իսկ քեզ դժվար էր այդ ժամանակ հասարակության հետ։ Չէ, միշտ հասարակության հետ ինձ հեշտ է եղել շփվելը, բայց դժվար էր օրինակ ընտանիքում ինչ որ հարցեր բարձրացնելը, այո։ Դե ինչ, իսկապես անցումային տարիքը լուրջ տարիք է, դրա մասին նույնիսկ Netflix-ն է ֆիլմ նկարում, որը որ այս պահին կարծես։ Իսկ մենք վերադառնանք դեպի գեղեցիկ, այո։
ամենաշատ դիտվող ֆիլմը։ Պետք է նայել։ Մենք պիտի վերադառնանք դեպի մեր թեման, որովհետև ապրիլի 7-ը նաև մայրության եւ գեղեցկության ժպիտներին արժանանալու օր պիտի լինի։ Զառան արժանացել է եւ նաև արժանացրել է։ Եվ նաև մեր եթերից էլ պիտի իհարկե այնպես անենք, որպեսզի նրա ժպիտը չպակասի, Ֆանֆան-Տյուլպանից ուղարկենք գեղեցիկ ծաղկի սիրելի Զառան, որպեսզի ժպիտը միշտ լինի տեղը, միշտ։ Մերսի շատ Շնորհակալություն Զառան, շնորհակալություն Ֆանֆան-Տյուլպան եւս մեկ անգամ, Խանջան 7-ը, եթե չեք հիշում հասցնել, միջև կեսգիշեր աշխատում է։ Ամենալավ բաները մաղթում ենք քեզ Զառա ջան, գեղեցկությունը, հումորը անպակաս լինի քո կյանքից։ Ես շատ շնորհակալ եմ, ես էլ նույնպես շնորհավորում եմ ձեզ շրջապատող բոլոր կանանց։ Շնորհակալություն։ Դու ես մտնում ես շրջապատող կանանց մեջ, այսինքն ինքը իրեն է շնորհավորում։ Այո, այս է նուրբ հումորի արվեստը կամ արվեստի նուրբ հումորը։ Գովաստ չէ, երաժշտություն, նորին մեծություն, այո։ Զառայի համար գեղեցիկ տեսահոլովակ, մնացեք մեզ հետ։ Կոնգոս եղբայրներն էին սրանք, Կոնգոս հարավ-աֆրիկյան խումբն է, 4 եղբայր, մեկ խմբում պատկերացնում ես, եւ նրանք այսօր շնորհավորեցին մեր գեղեցկուհիներին։ Ապրեն նրանք, իսկ մենք գնանք գովազդի։ Գնաց։ Այո, վերադարձանք։ Մենք անընդհատ ասում ենք այ գեղեցկություն, մայրություն, բայց նաև պիտի ասել, որ մեզ համար ամենակարևորը, որ այդ գեղեցկությունը, մայրությունը առողջ պիտի լինի։ Առողջությունը ամենակարևորն է։ Առողջությունը որ լինի, մնացած ամեն ինչ կարող ենք ստեղծել։ Դե գնանք ապրիր առողջ խորագիր, տեսնենք թե ինչ է մեզ համար այս անգամ նախատեսած։ Գնացինք։ Տեսանյութն էլ դիտեցինք, առողջության մասին կարևոր է։ Իմացանք, մնում է հրաժեշտ տալ։ Այսօր այսքանը եւս մեկ անգամ մաղթում ենք ձեզ ամենալավ բաները, սիրում ենք ձեզ միշտ սիրելի կանայք, վաղն ենք սիրելու, նենց չէ որ ամիսը ավարտեց եւ վերջ։ Եվ վերջ, այո, բայց գոնե թե օրացույցում մեկ օր կա, որ մայրերին եւ գեղեցկությանը պետք է անդրադառնալ։ Էլ ավելի ուշադիր։ Էլ ավելի ուշադիր։ Լավ որ ենք մաղթում բոլորիդ, ցե կհանդիպենք վաղը։ Այո, կգանք վաղը, ժպտացեք եւ եղեք առողջ։